Դիմոն Վրացյանի և Սարգիս Լուկաշինի 1926 թվականի հանդիպումը երկար ժամանակ չբացահայտվեց, չվտանգեց որևէ մեկի կյանքը, բայց փոխարենը ամրագրեց հայրենիքին օգտակար լինելու մոտեցումներ, խորացրեց փոխադարձ հարգանքը և վերջում բաժանվեցին ոչ թե որպես թշնամիներ, այլ որպես մարդիկ, ովքեր մի բանով համակարծիք էին. հայրենիքը վեր է ամեն ինչից։ Երկուսն էլ իրենց կարողությունների սահմաններում նպաստեցին հայրենիքին և հայությանը։ Այս պատմությունը մեզ մի քանի պարզ, բայց խորիմաստ բան է հիշեցնում։ Երբ խոսքը հայրենիքի մասին է, գաղափարական պատնեշները կարող են փլվել։ Քաղաքական հակառակորդ լինել չի նշանակում լինել թշնամի։ Պետության շահը պետք է բարձր լինի անձնական վիրավորանքներից, անցյալի չարությունից։ Հայրենիքի հանդեպ սիրո և պատասխանատվության զգացումը կարող է միավորել անգամ բաժանված եղբայրներին։